Այնպես ինչպես ես չեմ աշխատում պետոֆիլների հետ, Այնպես ինչպես նա չի աշխատում պետոֆիլների հետ, այնպես ես չեմ աշխատում Նիկոլի ընտրազանգվածի հետ։ Так, ես մեկը մի քիչ զգուշ պետք է անենք, որ հենց տպավորություն չստեղծվի վրոզի։ Պետոֆիլների համար ենք վիզ դնում, կամ էլ ինչ-որ քաղաքական հայացքներով ենք ստեղ հանդես գալիս։ Ես նախընտրում եմ աշխատել նենց պացիենտների հետ, ում խնդիրը օրինակ այնքան շատ փող ունեն, որ չգիտեն ուր պահեն։ Եկեք գնանք մանրամասնում եմ։ Քանի որ իմ մոտ պացիենտների գյոլա տվե, այնքան շատ ունեն, որ ես կա Նիկոլի ընտրազանգվածը ինձ համար բաժանվում է երկու կատեգորիաների։ Արաբես ջոգում ես, ոսկի մի հատ պետոֆիլ է, ասենք տենց, այդքանը գիտակցել է, որ պրոբլեմ ունի, եկել է իր մոտ, որ բան անի, բուժվի, ասում է ինձ չի հետաքրքրում, դուք ինձ կանեք այդ երեխու հետ, ես չեմ սպասի։ Ինձ թվում է այդ կետից սկսած այդ պետոֆիլը ինչքան պետոֆիլոտ բաներ անի, մեղքի ինչ որ մասնիկը իրանն է, չէ՞։ Առաջին խմբում են հոգով չարչի եւ ինտելեկտով ցածր մարդիկ։ Ըստ սա խնդրեմը գիտես որն է, որ ըստ քո սեգմենտավորումի մնում են բարձր ինտելեկտով մարդիկ, որոնք ես չեմ կարծում կընտրեն սենց բաներ խոսացող մասնագետի։ Մասնագետ մի քիչ ուժեղ ասված է։ Երկրորդ խմբում են հոգով չարչի ու սրբություն չունեցող մարդիկ։ Արա ես ընդհանրապես չեմ կամենում տենց բան, բայց գիտես ինչ է իրանիչնի կլինի, որ իրա վրա ինչ որ մեկը փողոցում, չգիտեմ, հարցակվի սումկեն գողանաբան, զանգի ոստիկանություն ասեն, մենք չենք սպասյալի։ Առաջին տարբերակում, որտեղ չկա ինտելեկտ կամ ինտելեկտը շատ ցածր մակարդակի վրա է, նրանք չեն են գալիս հասնում են գիտակցման գաղափարին, որ իրենց անհրաժեշտ է հոգեթերապևտ։ Այդ շատ անհաջող մոտեցում է, ջոգում ես, խոսքի դիվանին պարկած ես իրա, ես մտածում եմ ինքնասպանության մասին։ Այդ սա ջանդամ, դու ում ես ընտրել ընտրությունն։ Երկրորդ խմբի մարդկանց էլ անգամ ծանոթի միջոցով չեմ ընդունում։ Այս վիդեոյի բոցը գիտես որն է, որ բան ենթադրվում է, որ ինքը նենց ուժեղ մասնագետ է արա, որ քաղաք իշքան պետոֆիլ ու նիկոլական կա, սաղ իրա մոտ են ուզում մի կերպ ծանոթ Որովհետև համարում եմ անարժան, քանի որ սրբություններ չունեցող անձը ինձ համար դասվում է անարժանների շարքում։ Բայց իսկական ցածր ինտելեկտը գիտես որն է, որ ինչ-որ մեկը նայ էս վիդեոն խոսքի ու սենց անի, ահա ինքը պետոֆիլներին դեմ է, մեկ էլ ասեց, որ արժեք պետք է ունենա մարդը, որ բանել, ես էլ եմ դեմ պետոֆիլներին ու ես էլ արժեքներ ունեմ, ես իրա մոտ դիսկրիմինացիայի եմ ենթարկում, խտրականություն եմ դնում, դե հա։ Լավը որն է շատ լավ է անում, այ խոսքի ազատության կայֆը էսա։ Մարդիկ կարան խոսան, որ կողքից նայես տենաս էլի ով է դիմացին։ Չեմ հրամաչում, դե չէ։ Լավ նավսեկի ասեմ, ոչ պետոֆիլիային ու որպես վարչապետ ես ընտրելու եմ Թուփակի գործը շարունակող TikToker դերասան Աշ Թուփակ Շակուրին։